Հիսուս նրան պատասխանեց. Դարձյալ ինչ է արած, գրված է, դարձյալ գրված է քո Տիրոջը, քո Աստծուն չփորձես, ստիպել Աստծուն հրաշք անելու, եւ որ բոլորը տեսնեն, գիտեք ինչի է նման, ժամանակակից շատ եկեղեցիների, որ բերում են ինչ-որ մարդու բոլորի առաջ ու ստիպում են, որ հենց հիմա պետք է Աստված հրաշք անի ու բոլորս պետք է տենանք ու ծափահարենք, ժողովուրդ տենց Աստված չի գործում, Աստծուն մենք որևիցե բան չենք կարող ստիպենք, որ ինչ-որ հրաշք անի կամ հրաշք չանի, բժշկի կամ չբժշկի, հռչակում ենք ինչ-որ մի բաներ, ստիպում ենք Սուրբ Հոգուն ինչ-որ բաներ անելու, ես ուղղակի շատ դեպքերում զարմանում եմ եւ վախենում եմ այն մարդկանցից, ովքեր որ նման արտահայտություններ են անում, նման աղոթքներ են անում, նման կերպով են վարվում, ու կարծես ոչ թե Աստված է Աստված, այլ մենք ենք Աստված, որովհետեւ Աստված մեր ձեռքում գործիք է, ինչպես որ կուզենք, նույնպես էլ կվարվենք։ Մեր կյանքում մենք Աստծուն որևիցե բան որ չենք կարող ստիպենք։ Աստված անում է այն, ինչ որ ինքն է կամենում իր կամքի համեմատ։ Ու դրա համար երբ որ Հիսուսին մոտեցավ ու ասեց, քեզ ցույց տուր հրաշք արա, թռիս տեղից թող Աստված քեզ փրկի։ Ցույց տուր քո ով լինելը, ցույց տուր որ դու այդքան լավն ես, այս ամեն ինչ այդ կյանքի ամբարտավանությունն է։ Ցուցամոնությունն է, որով որ շատ-շատերս տառապում ենք։ Դեռ Աստված ինքը պետք է գործի։ Եթե հրաշք ուզեց անի, հրաշքը կանի։ Եթե չուզեց, ուրեմն դրանով պետք է քայլել։ Ես չեմ որոշում Տերը ինչ անի, ինչպես անի։ Աստծուն փորձել, հրամայել, հռչակել, ով է մարդը, որ կարողանա Աստծո առաջ կանգնի կամ ինչ-որ մի բան անի։